Ողջույն բարեկամներ, եթերում Ամերիկայի ձայն հեռուստահանդեսն է, իսկ Վաշինգտոնի մեր ստուդիայից ձեզ ողջունում է Ինեսա Մխիթարյանը։ Նախ առաջարկում եմ ծանոթանալ մեր այսօրվա հաղորդման որոշ թեմաների։ Ինչպես կանդրադառնա համաշխարհային ջերմացումը Հայաստանի վրա։ Մագդալենա Եսիլի կրթաթոշակը հնարավորություն է ընձեռում հայ ուսանողներին ուսումը շարունակել ամերիկյան Դյուքի համալսարանում։ Ջեյմս Բոնդի վերջին կինոնկարը ամերիկյան կինոէկրաններին։ Գլենդելում ավելի քան 100 բժիշկների և 1500 քաղաքացիների մասնակցությամբ անցկացվել է 6-րդ ամենամյա առողջապահական փառատոնը, որի շրջանակներում անվճար բուժօգնություն է տրամադրվել քաղաքի բնակիչներին։ Արդեն 6-րդ տարին է Գլենդելում անցկացվում է առողջապահական փառատոն, որին մասնակցում են առաջատար առողջապահական հաստատությունների, հիվանդանոցների շուրջ 100 բժիշկներ, անվճար օգնություն տրամադրելով ավելի քան 1500 քաղաքացիների։ Յուրաքանչյուր տարի նոյեմբեր ամսվա առաջին շաբաթը այն համախմբում է Գլենդելում բնակվող քաղաքացիներին, դառնալով ամենասպասված միջոցառումներից մեկը։ Սույն նախաձեռնությունն ի սկզբանե 3 հիմնական նպատակներ է հետապնդել։ Իր հիմնական նպատակն էր, որ 3 մաս ուներ։ Առաջին մասը, որ բոլոր կանխարգելման քննությունները, այսինքն preventative քննություններ, բադվաստներ, քաղցկեղի թեմ քննություններ, սրտի եւ շաքարախտի ախտորոշման քննություններ, որ բոլոր մենք համայնքին ներկայացնենք։ Նույնպես երկրորդ մասը, որ education-ներ, այսինքն դասյարակություն, որ զանազան հիվանդություններու մասին, որ ամենակարևորը անցումը, որ իր առողջությունը բահբան է, որ պետք է իմանա, ուրեմն այդ ինֆորմացիան փոխանցելն է, եւ երրորդ մասը կոնսուլտացիաներ են, զանազան խորհրդակցություններ մասնակիցներու հետ։ Այցելուներին անվճար բուժօգնություն է տրամադրվում տարբեր ուղղություններով, կատարվում են արյան քննություններ, տրամադրվում են հակավիրուսային դեղամիջոցներ, ինչպես նաև անհրաժեշտ խորհրդատվություն։ Երեք հիվանդանոցներ Glendale շուրջ, Glendale Adventist հիվանդանոցը, Glendale Memorial հիվանդանոց եւ Vertigo Hills-ը ամենը ներկայանում են եւ իրանց կողմից օգնություն են բերում, որ կարողանան այս ձեռնարկը ունենան ամեն տարի։ Նախորդ տարի միայն 660 քաղաքացիներ աչքի քննություն են անցել։ Միջոցառմանը մասնակցող բժիշկների թիվը տարեց տարի ավելանում է, այցելուներինը նույնպես։ Այս միջոցառումը չափազանց մեծ օգնություն է ցուցաբերում այն մարդկանց, ովքեր առողջապահական խնդիրներ ունեն եւ չունեն ապահովագրություն։ Նրանք գալիս են այստեղ եւ ստանում անհրաժեշտ բուժօգնություն։ Տեղեկություններ են տրվում տարբեր հիվանդությունների վերաբերյալ։ Անչափ կարևոր է այս միջոցառման անցկացումը, այն օգնում է մեծ թվով մարդկանց, ովքեր ի վիճակի չեն այցելելու բժշկի։ Բժշկուհի Զարա Աշիկյանը համոզված է, մտավոր եւ հոգեբանական շատ խնդիրների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների տրամադրումը կօգնի քաղաքացիներին։ Ես առաջին անգամ եմ մասնակցում այս ձեռնարկին եւ ըստիս այն իրենից մեծ կարեւորություն է ներկայացնում։ Ցանկանում ենք մարդկանց ուշադրությունը հրավիրել մտավոր խնդիրների լուծման ուղղությամբ։ Քարոզչական աշխատանքներ են իրականացվում։ Ստրես, դեպրեսիա, anxiety, այս հիվանդություններն այսօր մտահոգում են Միացյալ Նահանգներում հազարավոր քաղաքացիների։ Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է նմանատիպ հիվանդությունների վերաբերյալ անհրաժեշտ եւ օգտակար տեղեկությունների տրամադրումը։ Այս միջոցառման շրջանակներում քաղաքացիներին ենք ներկայացնում նաև օգտակար տեղեկություններ պարունակող գրականություն։ Օրինակ Անիտա Ավետյանի այս գիրքը, որ հայերեն եւ անգլերեն լեզուներով է եւ կարող է օգնել մարդկանց կառավարել ստրեսը, դեպրեսիան եւ այլ նմանօրինակ հիվանդություններ։ Առողջապահական փառատոնը լինելու է շարունակական։ Ամերիկայի ձայն հեռուստահանդես, Լոս Անջելես։ Վերջին 80 տարիների ընթացքում Հայաստանում դիտվել է ջերմաստիճանի աճ 1 աստիճանով և տեղումների նվազում 6%-ով։ Ինչ ազդեցություն կունենա համաշխարհային ջերմացումը Հայաստանի վրա, փորձել է պարզել Երևանի մեր թղթակիցը։ Հայաստանն ԱՊՀ առաջին երկրներից էր, որ 93 թվականին վավերացրեց կլիմայի փոփոխությունների մասին շրջանակային կոնվենցիան։ Այդ համաձայնագիրը ստորագրել է 154 երկիր, ստանձնելով 2 կարևոր պարտավորություն ներկայացնել գազերի արտանետման մասին ազգային հաշվետվություններ, հրատարակել այդ տվյալները օգտագործելով համաձայնեցված մեթոդներ, ինչպես նաև համապատասխան ծրագրեր իրականացնել գազերի արտանետումները վերահսկելու և կլիմայի փոփոխությունը կանխելու համար։ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության պետի տեղակալ Համլետ Մելքոնյանի փոխանցմամբ վերջին տարիներին Հայաստանի կլիմայական բնութագիրը որոշակիորեն փոխվել է, ինչը կլիմայի փոփոխության սցենարի մեջ տարբեր ճշգրտումներ մտցնելու հնարավորություն է տալիս։
Վերջին 80 տարիների ընթացքում Հայաստանի տարածքում դիտվել է ջերմաստիճանի աճ մոտ 1 աստիճանով եւ տեղումների նվազում 6%-ով։ Անցած ամառ Հայաստանի օդերևութաբանական պատմության 172 տարիների ընթացքում գրանցվել է ամենաերկար տևած շոգ եղանակը հուլիս-օգոստոս ամիսներին Արարատյան դաշտում եւ մայրաքաղաքում 20 օր ջերմաստիճանը ըստ հիդրոմեծարայության տատանվել է 38-ից 39 աստիճանի սահմաններում։ Մինչդեռ ավտոմեքենաներում եւ պատշգամբներում տեղադրված ջերմաչափերը երբեմն հաղորդում էին +43-ի մասին, ինչը մամուլում եւ սոցիալական ցանցերում առիթ տվեց եզրակացնելու, որ պաշտոնական ջերմաստիճանը կանխամտածված նվազեցվում է։ Որևէ հրահանգավորում նմանատիպ, եթե լինի 40 կամ ավելի, կամ դիտված ջերմաստիճանը չհաղորդելու նմանատիպ կարգադրություն, խնդրանք, հանձնարարական չի եղել։ Բնապահպան մասնագետների խոսքերով տարեցտարի շոքող ամառների վրա ազդեցություն ունեն նաև բնապահպանական խնդիրները, մասնավորապես վերացող կանաչ տարածքները։ Հայազգի հայտնի երգիչ այժմ Միացյալ Նահանգներում բնակվող Հարութ Փամբուկչյանը Ամերիկայի ձայնի հետ զրույցում կիսվում է իր պատանեկության կանաչ Երևանի հուշերով։ Ես ապրել եմ Նորարիշում, Երևանից քայլելով երեխեքով մենք բարձրանում էինք Նորքի այդ Մարաշի զանգվածների անտառների մեջով գնում ենք, դա տևում էր 8 ժամ, 10 ժամ քայլում ենք, փոքր երեխա ենք 8 տարեկանի տարի։ Իսկ ես 91-92-ին նորից եղա Հայաստանում եւ տեսա այդ սարերը, տեսա մերկ, տեսա քաչալացած լրիվ ու ինձ ոչ մի բան այդքան չէր անհանգստացնի, ինչքան ես տեսա այդ ծառերը կտրել, տարել, վարել էին, ինձ ասում էին, բայց ժողովրդին էլ չես կարող մեղադրել։ Մասնագետների փոխանցմամբ կլիմայական բնութագրերի սպասվող փոփոխության դեպքում բերքատվությունը Հայաստանում կարող է նվազել 8-ից 14%-ով, հացազգիների բերքատվությունը միջին հաշվով կկրճատվի 9-ից 13%-ով, բանջարանոցային մշակաբույսերինը 7-ից 14, կարտոֆիլինը 8-ից 10, պտղատու մշակաբույսերինը 5-ից 8%-ով, սա մտահոգվելու եւ ելքեր որոնելու առիթ է տալիս մասնագետներին։ Աշոտ Պողոսյան, Ամերիկայի ձայնը։ Հայկական ծագումով գործարար եւ բարերար Մագդալենա Եսիլը համագործակցում է Միացյալ Նահանգների Դյուք համալսարանի հետ։ Նրա անունը կրող կրթաթոշակի ֆինանսավորման ծրագիրը Հայաստանի ուսանողներին հնարավորություն է ընձեռում իրենց կրթությունը շարունակել Դյուք համալսարանում։ Միացյալ Նահանգների Դյուքի համալսարանի Սենֆորդի հանրային քաղաքականության դպրոցում գործում է Մագդալենա Եսիլ կրթաթոշակի ֆինանսավորման ծրագիրը։ Մագդալենա Եսիլ կրթաթոշակը հայ ուսանողներին հնարավորություն է ընձեռում իրենց կրթությունը շարունակել MIDP միջազգային զարգացման քաղաքականության եւ MPP հանրային քաղաքականության բաժիններում։ Ծրագրի եւ դրա ստեղծման մասին Skype-ի միջոցով տված հարցազրույցում մեզ պատմեց Դյուքի համալսարանի Սենֆորդի հանրային քաղաքականության դպրոցի փոխտնօրեն Ստեֆանի Ալտլեմը։ Մագդալենա Եսիլի երեխաներից մի քանիսը սովորել են Դյուքի համալսարանում եւ նա ներգրաված է եղել համալսարանի կյանքում։ Նա հայկական ծագում ունի եւ Սիլիկոնի հովտում հայտնի գործարար է։ Ցանկանալով Հայաստանին օգտակար լինել, Եսիլը ստեղծեց կրթաթոշակի այս ծրագիրը։ Հայաստանում բարձրագույն կրթություն ունեցող անձանց աջակցելով իրենց ուսումը շարունակել Դյուքի համալսարանում։ Ալտլեմի խոսքերով Մագդալենա Եսիլ կրթաթոշակի ֆինանսավորման ծրագիրը ստեղծվել է 2007 թվականին։ Կրթաթոշակի ծրագրով համալսարանի առաջին ուսանողը ընդունվել է 2011 թվականին։ Մագդալենա Եսիլ կրթաթոշակի ֆինանսավորման ծրագրի միջոցով մինչ այժմ Հայաստանից 5 ուսանող է հաճախել Սենֆորդի հանրային դպրոց։ Ծրագրի նպատակն է կրթել հաջորդ սերնդի հանրային քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների մասնագետներ, քաղաքական գործիչներ եւ հանրային իրավունքի պաշտպաններ, ովքեր Հայաստանին եւ տարածաշրջանին կօգնեն բարելավել տնտեսական եւ սոցիալական աճը։ Ալտլեմի խոսքերով Մագդալենա Եսիլ կրթաթոշակի ֆինանսավորման ծրագիրը վճարում է կրթաթոշակի 50-ից 70%-ը։ Այն կախված է տվյալ տարվա դիմորդների թվից։ Դպրոցը ուսանողներին դիմավորում է օդանավակայանում եւ նրանց օգնում դպրոցին մոտ կացարան գտնել։ Ուսանողները պարտավոր են պրակտիկա անցնել 1 տարի ուսանելուց հետո ամռանը։
որպեսզի կարողանան ամրապնդել իրենց ձեռք բերած գիտելիքները։ Մինչ այժմ նրանք բավականին հետաքրքիր եւ արժեքավոր պրակտիկաներ են անցել համաշխարհային բանկում, անհետ կորած երեխաների կենտրոնում եւ մի շարք այլ վայրերում։ Նրանք գիտելիքներ են ձեռք բերում դասասենյակում եւ դրանք կիրառելու հնարավորություն ստանում։ Դյուքի համալսարանի Սենֆորդի հանրային քաղաքականության դպրոցում ուսանելու պայմաններից մեկն այն է, որ ուսանողները ավարտելուց հետո պետք է ԱՄՆ-ում մնան 1 տարի եւ աշխատեն իրենց կրթության բնագավառում։ Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում 2015 թվականին Դյուքի համալսարանի Սենֆորդի հանրային քաղաքականության դպրոցում Մագդալենա Եսիլ կրթաթոշակի ֆինանսավորմամբ MIDP բաժինն ավարտած Սոնա Նահապետյանը պատմեց իր փորձի մասին։ 2013-ին ես այն երջանիկներից էի, ում բախտ վիճակվեց մասնակցել ծրագրին եւ ես ստացա Մագդալենա Եսիլ ֆինանսավորումը, որը հատուկ հայ ուսանողների համար էր եւ վերջին 2 տարիներին անցկացրեցի իմ ճանապարհը Դյուկի աշխարհի լավագույն դպրոցներից մեկում Դյուկում մասնակցելով MIDP ծրագրին։ Սոնան ասաց, որ ծրագրի մասին իմացել էր իր եղբոր կնոջից, որը նույնպես մասնակցել էր ծրագրին։ Ինչով ծրագիրը ձեզ գրավեց։ Քանի որ իմ աշխատանքային փորձը նախկին 15 տարիներում կապված էր եղել միջազգային զարգացման հետ, իսկ ծրագիրը հենց ուղղված էր միջազգային զարգացմանը, ինձ հետաքրքիր էր լրացնել իմ գիտելիքները նոր ինչ-որ փորձով, որը ինձ հաջողվեց, ես կարող եմ ասել։ Սոնան այժմ աշխատում է Դյուքի համալսարանի հետազոտական ինստիտուտներից մեկում, կիրառելով ստացած գիտելիքները։ Պլաններ ունեք ապագայում տեղափոխվել Հայաստան եւ օգտագործել ձեր գիտելիքները Հայաստանում։ Միանշանակ եւ ավելին կարող եմ ձեզ ասել, որ Մագդալենա Եսիլ կրթաթոշակը ստացած 5 ուսանողներից 3-ը արդեն Հայաստանում են։ Սոնայի խոսքերով Դյուքի համալսարանի կրթական ծրագիրը հետաքրքիր է եւ տրամադրում է բազմակողմանի զարգացում։ Շատ հետաքրքիր կյանքի փորձ է, թե ամերիկյան մշակույթին ծանոթանալը, թե այլ երկրների փորձը լսել, կիսել իրենց հետ եւ ինչու՞ չէ, նաեւ շատ հետաքրքիր փորձ է քո երկիրը ներկայացնել ուրիշների համար։ Շատ մարդիկ Հայաստանի մասին նույնիսկ չգիտեին, չէին լսել։ Հաջորդ տարի Դյուքի համալսարանի Սենֆորդի հանրային քաղաքականության դպրոցում ուսանել ցանկացողները կարող են դիմել մինչև 2016 թվականի հունվարի 5-ը։ Ստելլա Գրիգորյան, Ամերիկայի ձայն հեռուստահանդես։ Աշխարհում կարևոր իրադարձությունների, Հայաստանի վրա Ամերիկայի եւ ամերիկյան քաղաքականության ուղղակի ազդեցության մասին Ամերիկայի ձայնի հայկական ծառայության վստահելի տեղեկատվությանը հետևեք Արմենիա հեռուստաընկերության ժամը լրատվական ծրագրում։ Ամերիկահայերի կենցաղի, ամերիկյան մշակույթի, գիտական նորությունների մասին է պատմում Ամերիկայի ձայնի կիրակնօրյա հանդես ծրագիրը։ Արմենիա հեռուստաընկերության Բարի լույս Հայաստան ծրագրում Ամերիկայի ձայնը ձեզ հետ է դիմավորում օրը իր Բարի լույս հավելվածով։ Նյու Յորքում արտադրվող ռեկորդային թվով հեռուստասերիալներին զուգահեռ աճում է որակավորված անձնակազմի պահանջարկը։ Մինչ արդյունաբերությունը շարունակում է ընդլայնվել, կինոյի նորաբաց դպրոցը օգնում է լրացնել այդ պահանջարկը։ Ստայներ կինոստուդիան հարթակ է ծառայում քաղաքային համալսարանական համակարգի մաս կազմող Barry Fursteinի կինոյի նորաբաց դպրոցի համար։ Այն միակ կինոդպրոցն է Նյու Յորքում, որ գործում է ստուդիայում։ Ի տարբերություն այլ հեղինակավոր կինոդպրոցների, Firestein դպրոցը հանրային է, որի վարձավճարը կազմում է մասնավոր դպրոցի 1/3-ը։ Այստեղ դասավանդում են որակավորված մասնագետներ։ Մեզ բախտ վիճակվեց դպրոցը կառուցել զրոյից, արդյունքում ունենք լիովին նոր շենք, բոլոր սարքավորումները ձեռք են բերվել հատուկ մեր դպրոցի համար։ Ուսանողները, դասախոսական կազմը բոլորը նոր են, ամեն ինչ նոր է եւ նախատեսված 21-րդ դարին հարիր կինոդպրոցի համար։ Քաղաքապետարանը $7 միլիոն է հատկացրել կառուցման եւ կրթաթոշակների համար։ Ըստ պաշտոնյաների, նպատակը միջազգային բարձրակարգ դպրոցի ստեղծումն է, որը կարտացոլի Նյու Յորքի բազմազանությունը։ Դպրոցի ուսանողական կազմի գրեթե կեսը կանայք է։ Բացի այդ առաջին հոսքի 45%-ը քիչ ներկայացված խմբերից են, սակայն վկայում է արդյունաբերության բազմազանացմանը նպաստելու դպրոցի ջանքերի մասին։ Պրոֆեսոր Սարա Քոլին բարձր է գնահատում ուսանողների խանդավառությունը եւ ոգեվորությունը։ Բնավ կարիք չկա նրանց ոգևորել, հարկավոր է միայն ուղղորդել եւ սովորեցնել մասնագիտության հմտություններ։ Նրանք արդեն իսկ մեծ խանդավառությամբ են մոտենում գործին։ Ես պատրաստվում եմ կինոգործիչ դառնալ։ Այստեղ եկել եմ բազմակողմանի կրթություն ստանալու, ինչպես աշխատել անկախ կինոարտադրությունում եւ ստուդիայում։
Նախքան այստեղ գալը աշխատել եմ թատրոնում։ Ես սիրում եմ լինել դերասանների շրջապատում։ Կինոստուդիայում տեղակայված դպրոցում ուսանողները շրջապատված են արհեստավարժ կինոգործիչներով։ Այս աշխատանքային եռուզեռում իրենց բիզնեսը ստեղծել ցանկացողների համար այստեղ աներևակայելի բարենպաստ մթնոլորտ է։ Դաքստայները, ով օգնել է դպրոցը զետեղել կինոստուդիայում, անհամբեր սպասում է հաջորդ տարի Փիթսբուրգի Քարնեգի Մելոն համալսարանում նոր մեդիա հաղորդակցության ծրագրի մեկնարկին։ Ամերիկայի ձայն հեռուստահանդես։ Մեր վերջին տեսանյութը նույնպես ֆիլմերի մասին է, մասնավորապես վերջերս էկրաններ դուրս եկած հայտնի Spectre ֆիլմի, որտեղ գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդը հատուցում է փնտրում սեփական անցյալի համար։ You had no authority. None. Mexico City. What were you doing there? I was taking some overdue holiday. Այս անգամ Բոնդը ձեռնարկում է Spectre ստվերային կազմակերպության ղեկավարի որոնումները։ Սա հիրավի ֆիլմ է մեծ էկրանի համար։ $1 միլիարդ միլիոն հավաքած Skyfall ֆիլմից հետո Spectre ֆիլմի հատկացված $200 միլիոն բյուջեն միանգամայն արդարացված էր։ Magnificent, isn't she? 0 to 60 in 3.2 seconds. A few little tricks up her sleeve. Հատուկ Spectre ֆիլմի համար պատրաստված նոր Aston Martin-ը մի այլ հմայք է հաղորդում Հռոմի փողոցներին։ Ավտոմեքենան ֆիլմաշարի նախորդ մասերում մշտապես արկա բազմաթիվ խորհրդանիշներից մեկն է, իսկ հանցագործ կազմակերպության կամակատար հսկայական պարոն Հինքսը հիշեցնում է 1977 թվականի լրտեսը, ով ինձ սիրում էր ֆիլմից ծնոտներ անունով մարդասպան ջարդարարին։ Ավստրիայից մինչև Մեքսիկա բոլոր վայրերը եւ կիրառված հնարքները իրական են։ He's actually on a rooftop in Mexico City when we have helicopters flying over the square and down the streets. It's a real helicopter. Dia de los Muertos փառատոնի զանգվածային տեսարանում հանդես եկող 1000 մասնակիցներից յուրաքանչյուրի համար հատուկ հանդերձանք է պատրաստվել։ Հսկայական պայթյուն է որոտում Սահարա անապատում, որտեղ առեղծվածը բացահայտվում է եւ Բոնդը հանդիպում է իր ողերիմ թշնամի Օբերհաուսերին, ում մարմնավորել է Քրիստոֆեր Ուոլթը։ Is it not? For example, you must know by now that the 00 program is officially dead. Պարզվում է, որ 00 ծրագիրը ոչնչացրել է Օբերհաուսերը, հովանավորելով ամենօրյա վերահսկողության սարքերով հավաքագրված թվային տվյալների հսկայական կազմակերպությանը։ Նրա հանցակիցները ներթափանցել են Մեծ Բրիտանիայի կառավարություն փոխարինելու 00 ծրագիրը թվային տեղեկատվական տեխնոլոգիաներով։ Համատարած վերահսկողության դեմ հանդես եկող պատմությունը ցույց է տալիս, թե ինչ կարող է լինել, եթե հսկայածավալ տեղեկատվությունը հայտնվի սխալ ձեռքերում։ Ինչպես եւ մյուս ֆիլմերում, այստեղ եւս սիրավեպը պարտադիր բաղադրիչ է։ Լիսիդուն մարմնավորում է Բոնդի սիրո հիմնական առարկա մտազբաղ եւ անհաղորդ Մեդելայն Սվոնին։ Սակայն Բոնդի սիրտը բաբախում է իրենից մեծահասակ Դոնա Լուցիայի համար։ Գայթակղեցնող կնոջ դերում հանդես եկող Մոնիկա Բելուչին մեծ ազդեցություն է ունեցել Դանիել Քրեյգի վրա։ Bond. James Bond. She's Monica Bellucci. It's a no-brainer. Եվ որքան էլ գրավիչ է Spectre ֆիլմը, այդ դյուրն բռնելի տեսարանների շնորհիվ է, որ Ջեյմս Բոնդի ֆիլմերը դառնում են կինովարձույթի հիթ։ Ամերիկայի ձայն հեռուստահանդես։ Բարեկամներ, այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, հիշեցնեմ, որ Ամերիկայի ձայնի հաղորդումները կարող եք դիտել նաև մեր կայքեջում, որի հասցեն է amerikaizain.com։ Մինչ մյուս շաբաթ, ամենայն բարիք ձեզ, ցտեսություն։